Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք մինչև այսօր էլ կյանք տվեց մեզ Աստված, այսօր էլ կենդանի ենք, առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սուրել իր դասերը։ Թող Աստված օրհնի մեզ, որպեսզի իր Սուրբ Հոգին տա մեզ, որպեսզի մենք կարողանանք ուսումնասիրել եւ ճիշտ հասկանալ, ինչ նկատ ունի Աստված եւ ինչի ուզում մեզ ասել, եւ Հիսուսի շնորհքով իրականացնենք մեր կյանքում, Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակում ուսումնասիրում ենք նոր թեմա, որ կոչվում է Աստվածաշնչի ուսումնասիրության, ինչպես ուսումնասիրել Աստվածաշնչյան մարգարեությունները, եւ հասել ենք արդեն 3-րդ դասին, որը կոչվում է ամուսնական պատկերներ, եւ հիշելու համար է հայտնություն 19:9։ Եվ ինձ ասաց, գրիր, երանել են գարան հարսանիքի ընթրիքին կանչվածները։ Եվ ինձ ասաց, սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են։ Աստվածաշունչը լի է սիրո պատմություններով, որոնք հզոր կերպով բացահայտում են փրկության եւ իր ժողովրդի հանդեպ Աստծո սիրո տեսանկյունները։ Ամենամտերիմ հարաբերությունը ամուսնությունը պարզվում է դպրոց է, որտեղ կարող ենք խոր դասեր քաղել մեր հանդեպ նրա սիրո, նրա հետ մեր հարաբերությունների մասին եւ թե որքան հեռու գնաց նա մեզ փրկագնելու համար։ Ուրեմն շատերը կարծում են, որ ամուսնանալով իրենք կլինեն այս աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Կարող է եւ ամուսինը այդպես մտածել եւ կինը, նրանք չարաչար սխալվում են, այսինքն դա միայն հեքիաթներում է այդպես կամ կինոներում։ Մենք ապրում ենք մեղավոր աշխարհում եւ մարդիկ մեղավոր են։ Եվ հնարավոր չէ, որ երկու մեղավոր մարդիկ միանան եւ իդեալական կյանք ստեղծվի։ Երբեք այդպիսի բան չի լինում։ Եվ նրանք, ովքեր կարծում են, որ իրենց իդեալական կյանք է սպասում ամուսնությունից հետո, նրանք ուղղակի կհուսահատվեն, խաբված են եւ ուրեմն պատրաստ չեն ամուսնության համար։ Ուրեմն հիշենք, որ այս մեղավոր աշխարհում ամուսնությունը ընդհանրապես դպրոց է, որտեղ մենք կարող ենք սովորել, ներել, սիրել եւ հոգալ իրար մասին, ինչը որ Աստված նախատեսել է մարդուն ստեղծելիս, ինչպես որ մարդը պիտի ապրի։ Պետք է մարդիկ սովորեն իրար երջանիկ սարքել։ Երջանկությունը երկնքից չի ընկնում, ինքն իրեն չի գալիս, մարդիկ են իրենց միմյանց սարքում երջանիկ, եթե իրար սիրում են, հարգում են եւ հոգում են իրար մասին։ Եվ դա մի օրում չի ստեղծվում, մի տարում չի ստեղծվում, այլ տարիների ընթացքում, եթե մարդիկ ձգտում են պահպանել իրենց հարաբերությունները, իրենց ամուսնությունը, այլ ոչ թե հենց առաջին դժվարության ժամանակ որոշում են բաժանվել։ Ուրեմն ամուսնությունը մի դպրոց է, որտեղ մենք սովորում ենք շատ բաներ Աստծո հետ մեր հարաբերությունների մասին եւ դրա համար էլ Աստվածաշնչում իր հարաբերությունները իր եկեղեցու ժողովրդի հետ համեմատում է ամուսնական հարաբերություններին։ Ուրեմն սիրո եւ ամուսնության վերաբերյալ ժամանակակից պատկերացումներն աղավաղվել են եւ թեև մարդկային մեղսավոր բնույթը մեծապես այլասերել է ամուսնությունը եւ ամեն ինչ, գրեթե ամեն ինչ։ Ամուսնությունը դեռևս կարող է լինել ճշմարտությունը բացահայտելու, նույնիսկ մարգարեական ճշմարտությունը բացահայտելու հզոր միջոց։ Ամուսնությունը ոչ միայն պետք է երջանիկ դարձնի մեզ, այլև լինի դպրոց, որտեղ մենք խոր դասեր ենք քաղում մեր եւ Աստծո հետ մեր հարաբերությունների մասին։ Ուրեմն Աստվածաշունչում շատ անգամ փոխհարաբերությունը Աստծո եւ իր ժողովրդի միջեւ կամ Աստծո եւ եկեղեցու միջեւ համեմատվում է ամուսնության հետ։
Կարդանք ծննդոց երկրորդ գլուխ 23-ից 25 համարները։ Ադամն ասաց, երբ որ Ադամը տխուր էր եւ Աստված որոշեց կին ստեղծել Ադամի համար եւ խորը քուն բերեց նրա վրա եւ նրա ոսկորը վերցրեց եւ նրանից կին սարքեց Ադամի համար եւ երբ որ Ադամը զարթնեց, տեսավ Եվային, ասում է Ադամ մի այլ թարգմանության մեջ ասում է բացականչեց, այսինքն շատ հուզված էր եւ ուրախացած։ Սա հիմա ոսկորը իմ ոսկորներից եւ մարմինի մարմնից, սրանք կկոչեն կին, որովհետեւ սա ամուսնուց վերցվեց։ Եվ հետո Մովսեսը, որ գրել է ծննդոց, ավելացնում է. դրա համար մարդը կթողնի իր հորը եւ իր մորը ու կմիանա իր կնոջը եւ մեկ մարմին կլինեն։ Ուրեմն այս համարը մենք բազմիցս ուսումնասիրենք, սա չի նշանակում, որ երբ որ մարդ ամուսնանում է, չպիտի հոգա իր մոր կամ հոր մասին, մանավանդ եթե իրենք ծերեն ոչ, դա չի նշանակում։ Այլ իհարկե շարունակել է հոգալ, բայց հիմա իր հիմնական ընտանիքը իր կինն է, իր երեխաները։ Բայց իհարկե ամբողջ հարգանքը եւ սերը ծնողների հանդեպ չի դադարելու։ Նրանք երկուսն էլ Ադամն ու իր կինը մերկ էին եւ չէին ամաչում, այսինքն Աստծո փառքով էին իրենք ծածկված, երբ որ դեռ չեն մեղանչել եւ ամաչելու ոչինչ չունեին։ Եվ նաեւ կարդանք Եփեսացիներ 5-րդ գլուխ, Ա 29-ից 32 համարները, Եփեսացիս 5-րդ գլուխ, 29-ից 32 համարները։ Ուրեմն 25 համարից կարդանք. ամուսիններ սիրեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց, ավելի 22 համարով ասում կանայք ձեր ամուսիններին հնազանդվեք ինչպես Տիրոջը, այսինքն ինչպես Տիրոջը նշանակում է ոչ թե եթե ձեր ամուսինը խնդրում է մի բան, որ կամ պահանջում է մի բան, որ հակասում է Աստծո օրենքին, իհարկե որ եթե կին ուզում է հավատարիմ մնալ, քրիստոնյա լինելուն, հավատարիմ լինել Քրիստոսին, չպետք է հնազանդվի ամուսնուն, դրա համար այստեղ ասում է ձեր ամուսներին հնազանդվեք ինչպես Տիրոջը, եթե ամուսնը սխալ բան է պահանջում, որ հակասում է, այն կարող է հակասել քո կարծիքին, բայց օքեյ է, պետք է հնազանդվել, բայց եթե Աստծո օրենքին է հնազանդվում, պետք չէ այսինքն պետք է հնազանդվել Աստծո օրենքին, այլ ոչ թե ամուսնացածին։ Եվ հետո 25 համարաս ամուսիններ սիրեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց եւ իր անձը նրա համար մատնեց, որպեսզի նրան սրբացնի մաքրելով ջրի ավազանի խոսքով, որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ անարատ լինի, այսինքն ամուսնական հարաբերությունները համատվում են Աստծո հարաբերությունների հետ, եկեղեցու հետ։ Ամուսիններն իրենց կանանց այնպես պետք է սիրեն, ինչպես իրենց մարմինները, ով իր կնոջը սիրում է, ինքն իրեն է սիրում։ Որովհետև ոչ ոք իր անձը երբեք չի հատել, այլ սնում եւ խնամում է այն, ինչպես որ Քրիստոսը եկեղեցուն, որովհետև նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից ու ոսկորներից։ Այսինքն այստեղ բացահայտվում է սիրո ինչ է նշանակում սերը Աստծո կարծիքով, ասում է սնում եւ խնամում է այն։ Սիրել նշանակում է խնամել, այլ ոչ թե ստրուկի պես դաժանորեն օգտագործել կնոջը եւ շատ դաժան եւ արհամարհական վերաբերել նրան, որովհետեւ շատ մարդիկ, երբ որ նույնիսկ այսպես կոչեցյալ քրիստոնեական ընտանիքներում, երբ որ կարդում են այս համարները, պահանջում են կնոջից, որ տեսեք գրած ամուսինին պիտի զանվեք, այսքան ամուսինից ասում գլուխդ խփի պատին պիտի խփես։
կամ խափի սրան պիտի խափես, կամ եւ շատ անարդար եւ դաժան ձևով են վարվում իրենց կանանց հետ, բայց Աստվածաշունչի ինքը իրեն բացատրում ասում է, որ սիրել նշանակում է խնամել, սնել եւ խնամել։ Ուրեմն, որովհետև նրա մարմնի անդամներն եք, նրա մարմնից ու ոսկորներից, դրա համար ամուսին իր հորն ու մորը պետք է թողնի եւ իր կնոջը հետևի ու երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Սա մենք հենց նոր կարդացինք եւ բացատրեցինք ինչ է դա նշանակում։ Չի նշանակում, որ հորն ու մորը պիտի անտեր թողես եւ չհոգաս, ոչ։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու մասն եմ ասում։ Սակայն դուք էլ ձեզնից յուրաքանչյուր թող իր կնոջը այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, եւ կինն էլ ակնածի իր ամուսնուն։ Եթե դուք ուզում եք, որ ձեր կինը ակնածի ձեզ այնպես ակնածանքը դա սիրո եւ հարգանքի խառնուրդ է, ուրեմն սիրեք ձեր կնոջը, սիրեք, ինչպես այստեղ է գրած, խնամելով եւ հոգալով նրա մասին։ Ինչպես Աստված է հոգում իր եկեղեցու մասին եւ իր զավակների մասին։ Մի առիթով, երբ Հիսուսը խոսում էր փարիսեցիների հետ ծննդոցից մեջ բերեց Ադամի ու Եվայի ամուսնության պատմությունը, որին փարիսեցիներն արագ արձագանքեցին հետևյալ հարցով. Ուրեմն ինչու Մովսեսը մեզ պատվիրեց արձակման թուղթ տալ ու արձակել նրան։ Մովսեսն իհարկե համարվում էր ազգի հիմնադիր մարգարեն, պատկերացրեք, որ հարցաքննում եք ամուսնության հաստատության հեղինակին, նրան հակադրելով իր մարգարեին։ Այսինքն այստեղ իրենց դիմաց կանած էր հենց ամուսնության հաստատության հեղինակը։ Նրանց բարեպաշտությունը բնորոշ էր Հիսուսի հանդեպ վերաբերմունքին, նրանք հաճախ են փորձում ապացուցել, որ նրա ուսմունքները հակասում են Սուրբ Գրքին։ Մարդկության հիմքում ամբողջ կյանքի ընթացքում հավատարիմ ամուսնությունն էր Աստծո կողմից հաստատված իդեալը։ Անկած մարդկությունը ցավոք մեծ վնաս հասցրեց Աստծո այս հիմնարար պարգևին։ Հաշվի առնելով այն, որ Սուրբ Գիրքը կարևորում է ամուսնությունը, թերևս պատահական չէ, որ այս հաստատությունը մշտապես ենթարկվել են անողոք հարձակումների, շաբաթի հետ մեկտեղ, որովհետև դրախտում Աստված տվեց երկու հաստատություն, դա շաբաթն էր եւ ամուսնությունը։ Այսինքն շաբաթի հետ մեկտեղ դա այն երկու պարգևներից մեկն է, որ մեզ տրվել են եւ երկուսն էլ նախատեսված են բացահայտելու Աստծո ցանկություն իր ստեղծագործության հետ մտերիմ հարաբերություններ ունենալու առումով։ Ամուսնությունը երկու անկատար մարդկանց մտերիմ միաբանությունը միշտ լարվածության առիթ է տալու։ Եկեղեցու եւ Քրիստոսի ամուսնությունը կատարյալ փրկչի ու չափազանց անկատար հարսի միաբանումն է։ Այնուամենայնիվ մենք կարող ենք սովորել Աստծո սիրո մասին այն բանից, թե ինչ է առաջարկում լավ ամուսնությունը։ Այսինքն, երբ որ մարդիկ ամուսնանում են, դա երկու անկատար մեղավոր անձերի միասնություն է, բայց Աստծո եւ եկեղեցին Աստված կատարյալ է եւ միշտ հավատարիմ, բայց եկեղեցին է անկատար, հարսը, այսինքն։ Եթե մենք ուզում ենք ունենալ քիչ թե շատ երջանիկ ամուսնություն, մենք պետք է կիրառենք 3 սկզբունք, եւ դա սիրել ու հարգելն է միմյանց, ներելը, եթե մենք սիրենք ու հարգենք իրար, մենք կներենք եւ նաեւ կընդունենք իրար ինչպես որ կանք, դա չի նշանակում, որ մենք կխրախուսենք, ամուսնուները չպիտի խրախուսեն իրար թերությունները։ Ընդունել ինչպես որ կա չի նշանակում խրախուսել թերությունները, ոչ։ Ամուսնուները պետք է իրար օգնեն շտկել միմյանց սխալները։ Ոչ թե մի կողմը կարծում է ինքը սուրբ է, անդադար նկատողություններ անում մյուս կողմին, դա կինը կամ ամուսինը կամ կինը, իսկ կարծես թե ինքը սուրբ է, մյուսն էլ սխալներով լեցուն է։ Ոչ, մենք երկու կողմն էլ անկատար են եւ պետք է թույլ տան իրար շտկել եւ օգնել իրար սխալներից ազատվել, իրար հարգելով եւ սիրելով եւ իրար բարձրացնելով, այլ ոչ թե իրար ցածրացնելով։ Բազմաթիվ
մանավանդ տղամարդիկ կան, որոնք սիրում են ցածրացնել իրենց կնոջը նույնիսկ ուրիշների մոտ, ուրիշների ներկայությամբ, կարծելով թե դա բարձրացնում է իրենց։ Ուրեմն, եթե ուզում ենք իդեալական ամուսնություն, երջանիկ ամուսնություն ունենանք, պետք է իրար բարձրացնենք, այլ ոչ թե ցածրացնենք։ Դա չի նշանակում սխալները փակել, արդարացնել սխալի մեջ եւ խրել, ոչ, դա բոլորովին ուրիշ բան է։ Աստված մեզ սիրում է եւ մեր սխալները չի ծածկում, մեր մեղքերը չի ծածկում, այլ առաջարկում է, որ մենք գնանք իր մոտ եւ մաքրվենք մեղքերից։ Եվ թե կինը, թե ամուսինը, երբ որ սխալ են գործում, պետք է գնան իրենց ստեղծիչի մոտ, որպեսզի ստեղծիչը օգնի իրենց մաքրվել իրենց սխալներից եւ ձգտել կատարյալ երջանկության։ Ուրեմն նաև կարդանք Եզեկիել 16 գլուխ 4-ից 14 համարները, Եզեկիել 16 4-ից 16 համարները, 16 գլուխ 4-ից 16։ Ուրեմն այստեղ խոսքը գնում է ինչի մասին, երբ որ Աստված դիմում է Իսրայելին ընտրել էր այն ժամանակ Աստված, որպեսզի Իսրայելը լույս լինի ամբողջ մարդկության համար, որպեսզի մարդկությանը տա ճշմարիտ գիտություն, ճշմարիտ Աստծո մասին, բայց ցավոք այդպես չեղավ, իրենք ձախողեցին։ Եվ այստեղ Աստված իրենց հիշեցնում է իրենց անցյալը եւ ասում է ծագումդ ու ծնունդդ քանանացիների երկրից է, հայրդ ամորացի է, մայրդ քետացի, իսկ քո ծնունդիդ, քո ծնված օրը պորտդ չկտրվեց եւ մաքրվելու համար ջրով չլվացվեցիր եւ աղով չշփվեցիր ու խանձարով չփաթաթվեցիր, ոչ մի աչք քեզ չխնայեց, որպեսզի քեզ ողորմելով այս բաներից մեկն աներ քեզ համար, այլ քո ծնված օրը քո անձի նկատմամբ զզվանքով դաշտի երեսին նետվեցիր։ Սա ուրեմն նկարագրում է, թե ինչպես ստեղծվեց հրեա ազգը։ Իրենք ընդամենը 70 հոգի ներգաղթեցին Եգիպտոս եւ կարծեմ թե 470 տարվա ընթացքում դարձան ազգ, շատացան եւ դարձան ազգ, բայց իրենք ստրուկի կարգավիճակում էին Եգիպտոսում, արհամարական վիճակում, շատ վատ վիճակում, իրենց սարսափելի կեղեքում էին եւ նույնիսկ որ տեսնում էին շատանում են, սկսել էին սպանել իրենց երեխաներին։ Ուրեմն սա է նկարագրում, ասում է հիշի քո անցյալը, հիշի թե դու ինչ վիճակում էիր, ստրուկ էիր Եգիպտոսում։ Եվ ինչ է ասում Աստված, ասում է ես անցա մոտովդ, քեզ տեսա արյանդ մեջ թավալվելիս ու քեզ ասացի քո արյան մեջ ապրիր։ Այո, քեզ ասացի քո արյան մեջ ապրիր, դաշտի բույսի պես քեզ բազմացրի եւ դու շատացար ու մեծացար եւ դարձար զարդերի զարդը։ Ստինքներդ կազմավորվեցին ու մազերդ աճեցին, բայց դու մերկ ու տկլոր էիր։ Այսինքն դու դարձար ազգ, ես ուզեցա, որ դու ապրեիր, բայց արհամարված էիր եւ ես խղճացի քեզ, երբ որ տեսա քո վիճակը։ Ասма ես դարձյալ անցա քո մոտով ու քեզ նայեցի եւ ահա ժամանակը սիրո ժամանակ էր ու ես իմ քղանցքը տարածեցի քեզ վրա եւ ծածկեցի քո մերկությունը եւ քեզ երթում անելով քեզ հետ ուխտ կնքեցի, ասում է Տեր Աստված, եւ դու իմը եղար։ Եվ ես քեզ ջրով լվացի եւ քո արյունը մաքրեցի քո վրայից եւ յողովոցեցի քեզ ասեղնագործ հագուստ հագցրի, կոշիկներդ անտիր կաշվից դարձրի, անտիր կտավով փաթաթեցի քեզ ու մետաքսով ծածկեցի քեզ։ Այսինքն դու արհամարված եւ ահավոր վատ վիճակում ես, բայց ես քթա եւ Տեր կանեցի քեզ։ Ես քեզ զարդերով պճնեցի, ապարանջաններ դրեցի ձեռքիդ վրա եւ մանյակ պարանոցիդ։ Գինդեր քո ականջի դրեցի, փառավոր պսակ քո գլխին եւ դու զարդարվեցիր ոսկով ու արծաթով, քո հագուստները անտիր կտավից, մետաքսյա ու ասողնագործ դարձան, անտիր նաշի, մեղր ու յուղ կերար, շատ ու շատ գեղեցկացար եւ թակավորության հասար։ Քո գեղեցկության շնորհիվ քո համբավը ազգերի մեջ տարածվեց, որովհետև իմ վայելչությամբ, որ քեզ վրա դրել էի, այն կատարյալ եղավ, ասում է Տեր Աստված։ Այսինքն
Ձեր շնորհքը դրանում չկա։ Այդ ամբողջը ես արեցի, այսինքն որպես ստրուկ ձեզ կթա։ Իմ ուժով, իմ ողորմությամբ հանեցի ձեզ, դուք ձեր ուժով դուրս չեկաք Եգիպտոսից, այլ մենք հիշում ենք ինչեր արեց Աստված, պատիժներ արեց, որպեսի դուրս հանի այդ ժողովրդին։ Եվ ուրեմն այս մասը ինչ է անում։ Իսրայել պատկերում է Իսրայել ժողովրդին որպես լքված մանկան, որին թողել են դաշտում մեռնելու համար։ Նա մանկանը տուն է տանում, մաքրում, երբ նա մեծանում է, ամուսնանում է նրա հետ։ Դա անհավանական ամուսնության ազդեցիկ պատկեր է։ Աստված Իսրայելին ասաց, որ իր հոգածության ներքո նա շատ գեղեցկացավ։ Երբ Աստված առաջին անգամ գտավ նրան, ոչ ոք նրան գեղեցիկ չէր համարում։ Նա մեժված էր մյուս զավակների մեջ, մի կողմ նետված, որ փափագում էր մեռնել, սակայն հայտնվելով Աստծո ուշադրության կենտրոնում, նա ավելի գեղեցկացավ, մինչև որ դարձավ աշխարհի խոսակցության թեմա։ Հրեական թագավորների առաջին օրերում Դավթի ուսողողնի օրոք դա հատկապես ճիշտ էր, Եթովպիայի թագուհին նույնիսկ հատուկ ճամփորդություն կատարեց, որ անձամբ գա ու տեսնի Իսրայելի շքեղությունը։ Իսրայելի գեղեցկությունը, սակայն, ամբողջովին Աստծո պարգևն էր։ Գիտեք, երբ որ մեկը վերցնում է, ասենք թե, գիտեք, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստրկատիրություն էր տարածված, շատ կրթված, բարի, գրագետ, սպիտակ մարդիկ խղճում էին, վերցնում էին, որպես ստրուկ էին առնում, բայց իրենց որպես իրենց երեխա մեծացնում էին, տալով կրթության, իրենց նայելով որպես իրենց զավակին, այսինքն բոլորովին այլ կարգավիճակի էր հասնում, կրթվելով եւ այդ խնամքի շնորհիվ իրենց ազատ էին արձակում եւ իրենք լավ վիճակի էին հասնում եւ նույն ուրեմն անում է Աստված իր ժողովրդի համար, բայց նայեք, պատկերացրեք, եթե այդ ստրուկը, որ դարձել է արդեն նորմալ կարգավիճակում է, ազատ մարդ է եւ լավ նորմալ ապրում է եւ շուռ գա եւ վատությամբ պատասխանի իր բարերարին, դա շատ է լինում եւ նույնը կատարում է այստեղ։ Աստված ամեն ինչ արեց այս ազգի համար։ Եվ կարող է լինել, որ ամուսին լինել եւ ամեն ինչ անի իր կնոջ համար, բայց ինչ է դրանից հետո լինում։ Ուրեմն ասում է Իսրայելի գեղեցկությունը, սակայն ամբողջովին Աստծո պարգևն էր, նա գեղեցիկ էր, ազգերի քննարկման թեման հենց այն պատճառով, որ նա նրա հարսն էր։ Այսինքն, եթե մեկը ունի լավ կին, ուրեմն նա ունի լավ ամուսին։ Եվ, ինչպես ասում են անգլերեն, vice versa, այսինքն, եթե լավ ամուսին ես, ուրեմն ունես լավ կին, այդ բոլորը երկու ստեկ է, միակողմանի չի լինում, բայց Աստծո կողմից դա միակողմանի էր։ Աստված ասում է, որ նրա գեղեցկությունն իր վայրչության, որ նա վրա դրել էր, կատարյալ եղավ։ Սա աստվածաշունչ կրկնվող թեմա է, Աստծո հարսը գեղեցիկ է ոչ թե իր որևէ արարքի շնորհիվ, այլ որովհետև Աստված իր բարեհաճությունն է դրսևորում նրա նկատմամբ եւ նրան այդպիսին է դարձրել։ Նմանապես հավատացյալներից գեղեցիկ են երևում երկնքի գնահատման չափ որոշիչով, ոչ թե այն բանի համար, որ մենք արել ենք այն վաստակելու համար, այլ Աստծո կողմից մեզ շնորհած բարեհաճության ու փրկության շնորհիվ։ Մենք գեղեցիկ ենք, որտեղ մենք ծածկված ենք նրա արդարությամբ, որպեսզի մենք նրանով, Քրիստոսով, Աստծո արդարները լինենք, ինչպես գրած է 2 Կորինթացիս 5:21-ում։ Ամեն ինչ լավ էր, սակայն մինչև Եզեկիելի հաջորդ համարը։ Եզեկիել 16:15։ Բայց դու քո գեղեցկությանն ապավինեցիր եւ քո համբավի պատճառով պոռնկացար, ու քո պոռնկությունը թափեցիր ամեն անցորդի վրա եւ այն նրանը դարձավ։ Ուրեմն ինչ է կատարվում։
հрյաները թողեցին Աստծուն եւ սկսեցին պաշտել հեթանոս ազգերից ընդօրինակեցին իրենց կուռքերին եւ սկսեցին պաշտել այդ կուռքերին եւ պաշտելով այդ կուռքերին հեռացան Աստծո օրենքից Աստծո օրենքն էր որ իրենց սարքել էր այդպես քաղաքակիրթ ազգ երբ որ թողեցին օրենքը սկսեցին նորից վայրենի այդ հեթանոս օրենքներին ենթարկվել որի մեջ չկա արդարություն, այլ մարդիկ իրար ով ուժեղ է նա է տիրում եւ թույլին կեղեքում է սկսեցին ուրեմն դրա հետևանքով խեղաթյուրվեց իրենց կյանքը, այսինքն այնպեսին չեղավ, ինչպեսին որ Աստված իր օրենքում գրել էր որ պիտի իրար հարգեին, սիրեին, իրար օգնեին, արդար լինեին իրար նկատմամբ եւ բայց նրանք թողելով Աստծուն թողեցին այդ արդարությունը։ Մենք արարվել ենք Աստծո բարությունը փառքն արտացոլելու համար։ Երբ Աստծո արարվածները կարծում են, որ իրենց գեղեցկությունն իրենց սեփականն է, այդ գեղեցկություն արժե զրկվում է եւ պետք է խնդիրների սпасել։ Կան շատ կանայք կամ շատ աղջիկներ ովքեր գեղեցիկ են եւ ասում են լավ ինչի ուղեղս աշխատացնեմ ինչի ֆիզիկապես աշխատեմ անդի որ քիչ եմ վճարում հենա իմ գեղեցկության շնորհիվ փող աշխատեմ անբարոյական ձևով եւ այսօր դա սարսափելի տարածված է եւ դա անելով իրենք դեգրադացվում են իրենք իհարկե իրենք կզրկվեն այն հարգանքից որ իրենք ունեն պատկերացրեք որ մեկը ունի մի ամուսին որ օգնել է իրեն այսինքն այդպիսի գեղեցիկ կին է սարքել իր շնորհիվ եւ ինքը թողնում է եւ գնում է ուրիշների մոտ ծախում է իրեն ուրիշներին իր գեղեցկությունը այսպես ասենք եւ իհարկե ամուսինը կցավի դրա համար եւ այդ կինը ինքը իրեն լավություն է անում իհարկե ոչ ով իրեն կհարգի նույն ձևի երբ որ հрьяաները հեռացան Աստծուց Իսրայել ժողովուրդը իրենք զրկվեցին այն հարգանքից ու փառքից որ ունեին մինչ դա իրենք դարձան նորից գերիներ Աստված երբ որ տեսավ իրենք չեն լսում իրեն եւ չեն վերադառնում ինչ արեց ցույց տվեց որ Բաբելոնը գա գրավի եւ գերիներ ամոժ ամայացրեց իրենց երկիրը եւ իրենց տարավ որպես գերի սա է վերջը այդ կանայք այդ մարդիկ կարծում են թե իրենք վայելում են կյանքը իբր թե վայելում են բայց իրականում իրենք մեղքի գերի են եւ շատ վատ վիճակում են գտնվում ցավոք այսօր բոլոր արժեքները տակնովրա են եղել եւ շատ անգամ նման մարդկանց հարգում են իսկ այն մաքուր մարդկանց ովքեր ազնիվ ձևով աշխատում են կանանց ովքեր ազնիվ ձևով են ապրում արհամարում են եւ ծիծաղում են վրաները մի թողում դուք հարիվ եք դուք սենց դուք ընենց այսինքն այդ մարդիկ հարգում են ոչ թե բարոյականությունը ոչ թե ազնվությունը ոչ թե մաքրությունը այլ փողը իրենց կուռքը փողն է այսօր այդ փողը այդ կանաչ թուղթը դարել է շատերի կուռքը եւ մարդիկ ծախում են իրենց պատիվը իրենց ազնվությունը իրենց ամեն ինչը ծախում են եւ ծախված են մեղքի ցավոք Եվ նույնը կատարվեց Իսրայելի հետ, մենք գիտենք դրանից հետո ինչ եղավ եւ չխափնվենք։ Այդ մարդիկ ովքեր հետևում են այդ ուղում, այդ կանայք, տղամարդիկ, շատ տղամարդիկ էլ իրենց ծախում են փողի համար, միևնույն է վերջը վատ է, թող չխափնվեն։ Եվ որպեսզի Աստված հասկացնի իրենց, թե ինչ վատ որ իրենք ինչ վատ վիճակում են հայտնվելու ինչպես հասկացնի այդ ժողովրդին որ եթե շարունակեն անհավատարիմներ իրար նա խնդրեց իր մարգարեն Ովսեին որպեսզի նա անբարոյական կին առնի եւ նույնիսկ երեխաներ ունենա նրանից Ովսեն լսեց մենք բազմիցս անգամ ասենք որ մարգարեները իրենց կյանքի տնօրինողը չէին, այլ Աստված էր, բայց դա կատարվում էր ինքնակամորեն, այսինքն նրանք այնքան էին սիրում Աստծուն եւ իհարկե ժողովրդին,
որ համաձայն են ծառայել Աստծուն եւ անել Աստծո ամեն արածը միայն թե օգնեն այդ ժողովրդին, միայն թե օգնեն Աստծուն եւ այդ ժողովրդին հաշտվել։ Եվ Ovsen արեց Աստծո ասածը, չնայեց թե ով ինչ խոսի իր մասին, նա արեց դա։ Եվ հետո այս կնոջը դրեց ճիշտ ուղու վրա, բայց այս կինը նորից թողեց այդ նորմալ կյանքը եւ գնաց ուրիշների հետևից։ Եվ ինչ տեղ ունեցավ այդ կնոջ հետ։ Այդ կինը դարավ ստրկուհի, որպես ստրկուհի շուկայում ծախվում էր, ամուսնը պատահական տեսավ եւ նորից խղճաց եւ գնեց։ Եվ այս իրենց կյանքը տեսնելով, այս ժողովուրդը պիտի հասկանար, որ իրենց վերջը այս կնոջ վերջն է, որ իրենք իրենց անհավատարմությամբ Աստծո հանդեպ հասնելու են սրան։ Ցավոք, իրենք չհասկացան եւ դա տեղի ունեցավ իրենց կյանքում։ Իրենք դարձան գերի եւ ծախվեցին գերության։ Բայց Աստված իր կողմից ամեն ինչ արեց, որպեսզի հասկացնի իրենց, եւ նորից Աստված պատրաստ էր իրենց փրկագնել, ինչպես որ Ovsen փրկագնեց իր կնոջը, խղճաց։ Եվ նույն ձևով Աստված նորից փրկագնեց իրենց, հետ բերեց դեպի իրենց երկիրը, բայց նրանք նորից հեռացան, ի վերջո այնքան հեռացան Աստծուց, որ Աստծո սեփական որդուն խաչեցին։ Եվ նորից կորցրեցին իրենց երկիրը եւ դարձան շատ վատ վիճակում հայտնվեցին օտար երկրներում։ Ուրեմն սա նաեւ դաս է բոլոր մարդկանց համար։ Եթե մենք ուզում ենք ստաբիլ, նորմալ երջանիկ կյանք, մենք պետք է հետևենք Աստծո կանոններին, Աստծո օրենքներին։ Դա հեշտ չէ։ Դա մի օրում չի լինում։ Դա ստեղծվում է տարիների ընթացքում, ներելով, ինչ որտեղ հարմարվելով, եթե ինչքան որ հնարավոր է, ընդունելով իրար ինչպես որ կան, սիրելով եւ հարգելով իրար, սկզբունքորեն ջանալով կերտել նորմալ ընտանիք, որտեղ կլինի սեր եւ հարգանք։ Նորից այդ ուղին հեշտ չէ, դրա համար շատերը չեն դիմանում, ուղղակի բաժանվում են եւ հեռանում են։ Այն ընտանիքները, ովքեր երկար կյանք ունեն, ապրում են միասին 20, 30, 40, նույնիսկ 70 տարի։ Դա չի նշանակում, որ իրանք իդեալական կյանք ունեցել, ոչ, այլ իրենց այդ կյանքի դպրոցում սովորել են սիրել ու հարգել ոչ միայն իրար, այլ նաեւ մյուսներին։ Ընտանիքը շատ լավ դպրոց է սովորելու ինչպես հարգել ու սիրել եւ խնամել եւ հոգ տանել ոչ միայն քո ընտանիքի մարդկանց մասին, այլ նաեւ ուրիշների մասին։ Կարդանք Հայտնություն 17 գլխի 1-2 համարները, Հայտնություն 17 գլուխ առաջին երկու համարները։ Եկավ 7 գավաթներ ունեցող 7 հրեշտակներից մեկը խոսեց ինձ հետ ասելով. «Արի քեզ պիտի ցույց տամ այն մեծ պոռնիկի դատաստանը, որ շատ ջրերի վրա է նստում։ Նրա հետ պոռնկացան երկրի թագավորները, իսկ երկրի բնակիչները նրա պոռնկության գինուց հարբեցին»։ Ուրեմն ինչպես որ մաքուր հարսը խորհրդանշում է հավատարիմ եկեղեցին Աստծուն, նույնպես պոռնիկը խորհրդանշում է հավատուրած եկեղեցին։ Մենք բազմաթիվ անգամ խոսել ենք այս եկեղեցու մասին, եւ սա Վատիկանն է, եւ կաթոլիկ եկեղեցին, որ ստացած եւ այս ամենը սկսեց, այսքան հավատուրացությունը եւ տարածվեց նաեւ բողոքական եկեղեցիների վրա եւ ասում է, որ միևնույնն է իր պատիժը կրելու է այս սուտ, այս հավատուրած եկեղեցին, ասում է շատ ջրերի վրա են նստում, այսինքն շատ ժողովուրդներ, շատ ջրեր, շատ ժողովուրդներ են նշանակում, Աստվածաշունչը այդպես է բացատրում, եւ այսինքն շատ մարդիկ են այդ եկեղեցին հաճախում, բազմաթիվ, միլիոնավոր, եւ ասում է երկրի թագավորների հետ պոռնկացավ, սա ինչ է նշանակում, այսինքն այն ժամանակ, երբ որ այս եկեղեցին սկսեց հալածել ճշմարիտ քրիստոնյաների, ում օգնության նա դա արեց, թագավորների, այսինքն քաղաքացիական իշխանության օգնությամբ,
թագավորները հնազանդվում էին Հռոմի Պապին։ Եվ նաև կարդանք 18, այսինքն մենք տեսնում ենք, որ այս հավատուրած եկեղեցին վերջ ի վերջո պատժվելու է, ինչպես ամեն մի հավատուրած ոչ հավատարիմ անձ։ Հայտնություն 18 գլխում մեկից 4 համարում ասում են. դրանից հետո տեսա երկնքից իջնող մի ուրիշ հրեշտակի, որ մեծ իշխանություն ուներ եւ երկիրը նրա փառքից լուսավորվեց, նա բարձրաձայն ուժգին արագեց եւ ասաց. ընկավ մեծ Բաբելոնը, ու դարձավ դևերի բնակավայրը, արքելանոց բոլոր պիղծ հոգիների եւ վանդակ բոլոր անմաքուր ատելի թռչունների, որովհետև նրա պոռնկության թունդ գինուց խմեցին բոլոր ազգերը եւ երկրի թագավորները նրա հետ պոռնկացան ու երկրի վաճառականները նրա զեխության զորությունից հարստացան։ Այսինքն այն ժամանակ, երբ որ գրում էր Հովհաննեսը, Բաբելոնը էլ չկար։ Բաբելոնը խորհրդանշում է հենց կաթոլիկ եկեղեցին, հավատուրած եկեղեցին, որին հետո միացան ուրիշ եկեղեցիներ, եւ ասում է, որ նրանք երկրի թագավորների հետ, այսինքն պրեզիդենտների, մենք այսօր էլ տեսնում ենք, որ պրեզիդենտները գնում են հատուկ այցելելու Հռոմի Պապին եւ կարծես թե նա բարձր է իրենցից, եւ երկնքից մի ուրիշ ձայն լսեցի, որ ասում էր. դուրս ելեք դրա միջից իմ ժողովուրդ, որպեսզի դրա մեղքերի մասնակից չլինեք ու դրա պատոհասները չընդունեք։ Այսինքն բոլոր հավատուրած եկեղեցիներում կան անկեղծ մարդիկ, ում ինչքան որ բացված է, այդքան էլ հավատում են եւ հավատարիմ են Աստծուն, եւ Աստված նրանց խորհուրդ է տալի, խնդրում է, աղաչում է, ասում է դուրս եկեք այդ հավատուրած եկեղեցուց, որտեղ իրենք իրենց պատիժը կարելու են եւ ես չեմ ուզում, որ դուք էլ պատժվեք։ Այսօր ամեն մի մարդ հնարավորություն ունի ճշմարտությունը լսելու եւ ընդունելու։ Այսօր մեծ պայքար է գնում հավատուրած եկեղեցիների առաջնորդները եւ սպասավորները մյուսներին ասում են սրան մի լսեք, սա այսպես է, նրան մի լսեք, նա այնպես է, չի ասում, չեն ասում համեմատեք Աստվածաշի հետ, Աստվածաշի հետ պիտի համեմատեք, այլ ասում են ուղղակի այս մարդը սխալ է, մի լսեք, բայց ապացույց չունեն, այդ մարդը ապացուցում է, որ իրենք են սխալ, իրենք չեն, իրենց ուսմունքը չի համապատասխանում Աստվածաշնչին, բայց մարդիկ գերադասում են լսել իրենց ընտրությամբ արտականությունը, կարծես թե հնազանդեցնում են ուրիշի կամքին, թույլ են տալիս, որ այս ուրիշը ազդի իրենց ընտրության վրա եւ լսելով նրանց փակում են իրենց ականջները ճշմարտության հանդեպ եւ իրենց աչքերը եւ դրա համար ցավոք հետևանքներ կլինեն, դառը հետևանքներ։ Այսօր ամեն մի մարդ հնարավորություն ունի ընտրելու, լսելու եւ ընտրելու ճշմարտությունը եւ եթե դա չի անում, մեղքը մնում է իր վզին։ Եթե նա ավելի շատ վստահում է անգլերեն corrupted, այսինքն փչացած սպասավորներին, ովքեր ճշմարտությունը չեն տալիս մարդկանց, այլ խաբում են։ Ուրեմն Աստվածաշունչը բացահայտում է, որ 5 կտակարանում Իսրայելի սխալները լայնորեն կկրկնվեն Քրիստոսի նոր կտակարանյան եկեղեցու կողմից, Աստծո ուխտի ժողովուրդը ամբողջովին հեռացավ Աստծո ճանապարհից նախքան ակսորվելը հարևան ազգերի կռապաշտական սորությունները բերելով Աստծո ուխտի ազգի մեջ, 4-րդ դարի սկզբին քրիստոնեական եկեղեցին զգալով պոտենցիալ առավելություն սիրաշահեց Հռոմի կայսր Կոնստանտինին եւ նրան հրավիրեց լուծելու եկեղեցու վեճերը։ Աստծո ժողովուրդը ամեն անգամ դեգերում էր նրա հետ հարաբերություններից դուրս ենթադրյալ խնդիրների համար լուծումներ գտնելու համար։ Աստծո բարերի ընտրություն ակնհայտ է դարձնում, որ նա ոչ միայն փորձում է ցույց տալ, թե ինչն ենք սխալ արել, այլև այն, թե ինչ զգացողություններ է ինքն ունենում արդյունքում։ Նրանք, ում դավաճանել են ամուսինները, կարող են հասկանալ այն դատարկության զգացումը, որ Քրիստոսի հանդեպ մեր անհավատարմությունը ձևավորում է երկնային սրահներում։ Օվսեի պատմության թերևս ամենազարմանալի մասն այն է, թե որքան հեռու գնաց մարգարեն իր կամակոր կնոջը փրկագնելու համար, նույնը անում է այսօր Հիսուսը։ Երբ մենք տեսնում ենք մարդկության ուղված վերջին աղաղակը,
որ Աստծո ժողովրդին կոչ է անում դուրս գալ Բաբելոնից, ուշագրավ է, որ նա կանչում է իր սեփական ժողովրդին, այլ ոչ թե օտարներին։ Նա նրանց մոտիկից է ճանաչում, նա սիրում է նրանց, եւ մինչ այսքան իր անկեղծ զավակներին, ովքեր դեռ այդ եկեղեցում են։ Եվ մինչ աշխարհը մոտենում է իր չարագույն ժամին, նա չի դադարում առաջարկել այն փրկագինը, որ վճարել է սեփական արյունով մեզ հետ գնելու համար։ Քրիստոսի խաչը առավել քան որևէ բան պետք է ցույց տա, թե որքան լրջորեն է Տերը կամենում փրկել իր կամակոր ժողովրդին։ Հաջորդը այն մասն է Ծննդոց 24:1-4 համարներում, որտեղ Աբրահամը, երբ որ Սարան մահանում է եւ խնդրում իր ծառային Եղիազարին կանչում է եւ խնդրում է, որ ասում է, ես չեմ ուզում, որ Իսահակը ամուսնանա Հեթանոս կնոջ հետ, խնդրում եմ գնա այսինչ տեղը եւ ճշմարիտ Աստծուն պաշտող աղջկա վերցրա։ Ուրեմն որպես կին Իսահակին, ուրեմն Աբրահամը այստեղ ոչ մի ոնց է բառը, ոչ մեկին չի ուզում ցածրացնել, այսինքն այստեղ ազգի հարց չէր, այլ նա ուզում էր, որ հավատացյալ, ճշմարիտ հավատացյալ կին ունենար իր որդին, եւ այսօր հավատացյալ մարդիկ, մանավանդ մայրերը, ուզում են, որ իրենց որդիները ունենան ճշմարիտ հավատացյալ կին, այլ ոչ թե աշխարհիկ կյանքով ապրող մեկին, բացասական աշխարհիկ կյանքով ապրող մեկին, որը գերի է դարձել ունեցվածքին, շորերին, հարստությանը, փողին եւ այլն, եւ որը կդառնա իսկական բեռ իր տղայի վրա, որտեվ անդադար ագահորեն կձգտի ունենալ ավելին ու ավելին, ավելի թանկ, ավելի էս, եւ այսօր շատ մարդիկ այդ վիճակում են, շատ տղամարդիկ այդ վիճակում են, որ կանանց պահանջկոտության պատճառով օր ու գիշեր աշխատում են, որպեսզի ի վիճակի լինեն քմահաճույքները կատարել իրենց կանանց։ Եվ իհարկե ամեն մի ճշմարիտ քրիստոնյա մայր ցանկանում է ունենալ ճշմարիտ քրիստոնյա հարս, որը օրհնություն կբերի իր որդուն, այլ ոչ թե տառապանք։ Եվ սա էր մտավախությունը Աբրահամի, դրա համար ինքը խնդրեց Եղիազարին գնալ, չէր ուզում, որ իր տղան ունենա Հեթանոս, այլասերված կին։ Ուրեմն շատ անգամ եւ հին Իսրայելի եւ նույնիսկ քրիստոնեական եկեղեցու պատմությունը դարի ընթացքում եղել այնպիսին, որտեղ Աստծո ժողովուրդը, որը պետք է վկայեր աշխարհին, փոխարենը գրավվեց աշխարհով։ Դրա կեղծ ուսմունքով եւ կրոնական հավատալիքներով, ինչպես որ ասում աշխարհը մտել է եկեղեցի։ Թերևս այսօր էլ շատ հավատացյալ մարդիկ ընչաքաղցությամբ են լցված, ագահությամբ շատացնում են իրենց ունեցվածքը, իրենց տները, իրենց ավտոները, իրենց փողերը, թանկանոց, այսպես ասենք, կյանք են ապրում, փոխարենը Հիսուսի օրինակը լինեին այս երկրի վրա, փոխարենը իրենց գանձերը հավաքեին երկնքում, որ նշանակում է օգնել այն մարդկանց, ովքեր հաշմանդամ են կամ ժամանակավոր վատ վիճակում են հայտնվել եւ իրանց պետք է օգնել եւ հանել այդ վիճակից, այսինքն այն մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն, ովքեր միայնակ մայր են, չեն հասցնում, ովքեր որբ են եւ այլն, այսինքն կան կատեգորիաներ մարդկանց, որոնց պետք է օգնել եւ այդպես գանձեր հավաքել երկնքում, այլ ոչ թե այս երկրի վրա, որտեղ ասում են գողերը գողանում են եւ ի վերջո դա ավելցուկ է այդ մարդկանց համար եւ իրենց տանում է դեգրադացիայի։ Ինչպես այսօր նյութապաշտ լինելով մարդիկ դեգրադացվում են։ Փոխանակ Աստծուն պաշտեն եւ զարգանան թե հոգեպես, թե մտավոր, նրանք պաշտում են նյութը եւ դեգրադացվում են։ Ուրեմն դառնում են նույն աշխարհիկ մարդկանց պես, ընչաքաղց եւ ագահ։
Եվ նույնիսկ Աստծո օրենքներն են խախտում, որպեսզի այդ անիծյալ փողերը աշխատեն։ Թերևս այս տխուր իրականության հիանալի օրինակն է Կիրակին, Արևի հեթանոսական օր Աստվածաշրջանի 7-րդ օրը շաբաթի փոխարեն ներկայացնելը, մի իրողություն, որը կարևոր դեր է ունենալու վերջին օրերին, այսինքն որպեսզի ավելի շատ մարդիկ իբր թե քրիստոնյա դառնան, իրանք որոշեցին, որ այդ հեթանոսական տոնը, որ Արևի պաշտամունքի օրն էր, շաբաթը փոխարինեցին այդ օրով, Կիրակին սկսեցին պահել շաբաթի փոխարեն եւ ցավոք դա հեթանոսական տոն է եւ երբ որ հայերը ընդունեցին քրիստոնեությունը, այստեղ նշենք, դուք կարող եք ուսումնասիրել եւ տեսնել, որ դա այդպես է, նրանք պահում էին շաբաթը որպես սուրբ օր եւ քանի նրանք շաբաթը պահում էին, ամեն ինչ լավ էր իրենց համար գնում, իրենք հավատարիմ էին Աստծուն, բայց երբ որ նրանք ընկան առաքելական եկեղեցու խելքին եւ սկսեցին կաթոլիկ եկեղեցու խելքին եւ սկսեցին շաբաթի փոխարեն պաշտել Կիրակին, պահել Կիրակին, ամեն ինչ սկսեց ձախողվել հայերի կյանքում, սկսեցին թշնամիները հարձակվել, եւ որովհետեւ իրենք իրենց ուխտի մեջ հավատարիմ չմնացին Աստծուն եւ միայն ոչ շաբաթի կամ Կիրակի հարցում, այլ նաեւ հենց այդ հարցում, որ անչափ տարում էին, ինչպես եւ հրեա ազգը, անչափախծությամբ, նյութապաշտությամբ, այսօր էլ նույն բանը կրկնվում է։ Եվ ցավոք մարդիկ չեն հասկանում, որ դա իրենց բարիք չի բերելու։ Ուրեմն մենք անկասկած կապված ենք մեր Արարչի հետ, ի սկզբանե արարված լինելով նրա պատկերով, մենք բաժանվել ենք նրանից մեղքի պատճառով, սակայն դեռևս համարվում ենք նրա ճիշտ հարսը, թեև մեր ընտրությամբ մենք կարող ենք ամուսնությունը դարձնել ավելի բարդ, քան կարող էր եւ պետք է լիներ։ Այո, Աստված մեզ իր հարցին ավելի է սիրում, քան մենք իրեն։ Եվ շատ մարդիկ, երբ որ ասում են, ես սիրում եմ Աստծուն, ես հավատում եմ Աստծուն, բայց եկեղեցի չեմ գնա, որտեղ կեղծավորների հավաքույթ է եւ այլն եւ այլն։ Գիտեք, կան տարբեր եկեղեցիներ եւ ես ինքս էլ երբ որ մի եկեղեցի դուրս չի եկել, փոխել եմ, բայց նորից ադվենտիստական եկեղեցի եմ գնացել, հիմնականում նոր ստեղծվող եկեղեցի։ Այսինքն կան բազմազան եկեղեցիներ եւ նաեւ կեղծավորություն է դա ասելը, որ ասես բոլորը դե կեղծավոր են, կարծես թե դու Աստված ես, բոլորի կյանքը տեսել ես եւ այլն, ես չեմ ուզում գնալ այդ եկեղեցին, սա էլ է սխալ։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ թե մենք եւ թե եկեղեցում գտնվողները մեղավոր մարդիկ են, այդ ճանապարհին են, բոլորը այդ ճանապարհին են, ուզում են մաքրվել եւ հասկանալի է, որ ընկնում են, վեր են կենում եւ մենք չենք դատավորը։ Դատավորը Աստված է։ Բայց Աստվածաշունչը ասում է, որ մի թողնեք իրար հետ հավաքվելը, որտեվ շատ հեշտ է միայնակ մարդուն հաղթել, բայց երբ որ դու գնում ես եկեղեցի եւ շփվում ես քո հավատակիցների հետ, ոչ թե նրանց սխալները տեսնելու ու դատելու համար, դա Աստծո գործն է, թողեք Աստծուն։ Այո, մենք կարող ենք սիրով հանդիմանել, եթե ընդունեն, եթե փաստեր ունենք, ապացույցներ, բայց նորից ու նորից մենք առաջինը գնում ենք Աստծո հետ շփվելու համար, Աստծո խոսքը լսելու համար եւ քարոզիչը տալիս է այդ Աստծո խոսքը, այդ Աստծո սնունդը տալիս է։ Ինչպես Հիսուս ասում է, ինչ որ նրանք ասում են լսեք, բայց նրանց օրինակին մի հետևեք, որտեղ իրանք ասում են, բայց չեն անում։ Բայց չի ասում մի լսեք իրանց ասածին, չէ, ասում է քարոզները լսեք, ինչ որ ասում են, այդպես ապրեք, հավատարիմ ապրեք, այսինքն համեմատելով Աստվածաշունչի հետ, եթե Աստվածաշունչի են խոսում, բայց իրենց օրինակին մի հետևեք, իրենք իրենց խաբում են, եթե իրենք սովորացնում են, բայց իրենք այդ ձևով չեն ապրում։ Եվ դուք մի հետևեք իրենց օրինակին։ Վերջում կարդանք Հայտնություն 19 գլուխ 1-ից 9 համարները, Հայտնություն 19 գլուխ 1-ից 9 համարները։ Դրանից հետո երկնքում լսեցի մեծ բազմության
Բարձր ձայն, որ ասում էր. Ալելույա, փրկություն, փառք ու զորություն մեր Աստծուն, որտեղ նրա դատաստանները ճշմարիտ ու արդար են, որտեղ նա դատեց մեծ պոռնիկին, որ ապականեց երկիր իր պոռնկության մեջ, այսինքն հավատ ուրած եկեղեցին ապականեց աշխարհը, փոխարեն աշխարհին օգնելու դարձի գալ։ Եվ իր ծառաների արյան վրեժը նրանից լուծեց, այսինքն այդ հավատուրած եկեղեցին հալածում էր եւ սպանում էր ճշմարիտ քրիստոնյաներին։ Եվ երկրորդ անգամ ասացին ալելույա, եւ նրա ծուխը բարձրանում էր Ավիտյանը ցավիտենից, եւ ընկան 24 երեցներն ու 4 կենդանիները եւ երկրպագեցին Աստծուն, որ նստած էր գահին ու ասացին ամեն, ալելույա, գարան հարսանիքի ընթրիքը եւ գահից մի ձայն ելավ ասելով, օրնեցեք մեր Աստծուն նրա բոլոր ծառաներ ու նրանից երկյուղներ փոքրեր ու մեծեր։ Եվ լսեցի մի ձայն նման մեծ բազմության եւ առաջերերի, ինչպես ձայն ուժեղ որոտի, որ ասում էր ալելույա, որտեղ թագավորեց ամենակալ Տեր Աստված, ուրախանանք եւ ցնծանք ու փառք տանք նրան, որտեղ գարան հարսանիքը հասավ եւ նրա կինը պատրաստեց ինքն իրեն։ Նրան տրվեց, որ հագնի սպիտակ մաքուր եւ լուսափայլ բեհեզ, որտեղ բեհեզը սրբերի արդարությունն է։ Եվ ինձ ասաց, գրիր, երանել են գարան հարսանիքի ընթրիքին կանչվածները, եւ ինձ ասաց, սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են։ Ուրեմն լինելու է հարսանիք։ Վերջի վերջո անկեղծ հավատացյալները իրենց պատրաստելու են մասնակցելու այդ հարսանիքին եւ ներկայացնելու են գարան հարսին եւ ասում է, որ երանի նրանց, որ կանչված են այդ ընթրիքին։ Գիտեք, բոլորն են կանչված այդ ընթրիքին, բայց ոչ բոլորն են ուզում գնալ։ Մենք գիտենք այդ առակը, որ կանչեց հարսանիքին իր որդու եւ շատերը հրաժարվեցին եւ ասեց գնա, ով որ պատահի ցանկապատի մոտ ընկած, բոլորին հրավիրիր։ Այսինքն բոլորը հրավիրված են։ Աստված արդար է, կողմնապաշտ չէ, նա բոլորին է հրավիրել։ Բայց ցավոք շատ մարդիկ ուզում են համ աշխարհին ծառայել, համ Աստծուն, այդպես չի լինում։ Գրված է Աստվածաշնչում, չես կարող ծառայել եւ մամոնային եւ Աստծուն մամոնափողին։ Չես կարող եւ նյութապաշտ լինել եւ աստվածապաշտ, դա հնարավոր չէ։ Կամ նյութապաշտ ես, կամ աստվածապաշտ։ Եթե նյութապաշտ ես, չես կարող աստվածապաշտ համարվել, չնայած Բերանովը ասում ես մեռնեմ Աստծուն։ Անհավատարմությունը շատ ցավալի գին է պահանջում։ Հետևանքներ կրում են երեխաները եւ այլոք։ Անարդարության զոհ դարձած ամուսիններից նույնիսկ ամենահամբերատարը կարող է ի վերջո բացահայտել, որ այլևս վերադարձն անհնար է եւ այդ պահից ամուսնությունը այլևս չի կարող փրկվել։ Այսինքն ամեն ինչին կա սահման։ Աստված համբերում է, Աստված սպասում է, բայց երբ որ մարդը հասնում է իր անօրինության գագաթնակետին, բացահայտ մերժում է Աստծուն եւ բացահայտ չի ուզում լսել Աստծուն, կապ չունի Բերանի մեջ ինչ խոսքեր են։ Աստված սիփված լքում է, այսինքն ինքն է լքում Աստծուն։ Եվ նույնը կատարում է ընտանիքում։ Եթե կողմերից որևէ մեկի համար արդեն անվտանգ չէ ապրելը այդ մարդու հետ իր կողակցի հետ, ուրեմն ստիպված լինում է բաժանություն։ Երբ մեր աշխարհը հասնում է մի կետի, երբ սրտերն այնքան են կարծրացել, որ այլևս ապաշխարություն անհնար է, պատմությունը շարունակել ապարդյուն ու անհույս հեռանկար է եւ մաս չկա թույլ տալու, որ մեղքի անսանց տարապանքը հարատևի։ Այսինքն Աստված ինչու է համբերում մինչեւ հիմա այս ամեն ինչին, այս չարիքներին, այս մեղքին, համբերում է, որ մարդիկ դարձի կան ապաշխարեն։ Բայց երբ որ ամեն մեկի ճակատագիրը որոշված լինի, երբ որ մարդիկ մի կեսը արդեն մաքրված եւ պատրաստ լինի, իսկ մյուս կեսը արդեն հասած լինի իր կեսը իհարկե ասում եմ ոչ թե բառացի, այլ երկու մասի, որ իր անօրինության գագաթնակետին է հասել, արդեն հնարավոր չէ, որ այդ մարդիկ ապաշխարեն, էլ իմաստ չկա երկարացնելու այդ մարդկանց կյանքը, որտեղ իրանց կյանքը երկարացնելով անտեղի տեղը թույն ու տառապանք է տարածվում շուրջը եւ անմեղ մարդիկ են դժում։ Եվ այդ ժամը ուշ թե վաղ գալու է, քանի ժամանակ կա, մարդիկ պետք է ճիշտ կողմնորոշվեն եւ
Գիտեք, հիմիկվա մարդիկ անապատներում, երբ որ մարդիկ միրաժ են տեսնում, այսինքն միրաժ մի բան, որ իրականում չկա, մարդիկ տեսնում են ուղղակի, սո մարդիկ այս նյութը պաշտում են, բայց այս նյութը իրականում միրաժ է, այսօր կա, վաղը չկա, եւ իրանք հայտնվելու են դատարկ տաշտակների առաջ, ինչպես այն ձկնորսի կինը, որ անդադար ուզեց, վերջ իր դատարկ տաշտակի առաջ նորից հայտնվեց. Եվ ուրեմն չնայած կորածների համար զգացած ցավին, այս աշխարհի մեղքի համակարգի ներքո տառապողները կարող են ուրախանալ, որ այն վերջապես ավարտվել է, այսինքն երբ որ Հիսուսը գա եւ այդ ամենը ավարտվի, եւ որ աշխարհը վերականգնվում է այն վիճակին, ինչպիսին Աստված ի սկզբանե նախագծել է, ծրագրել է այն։ Այս անգամ Աստծուց երես թեքել չի լինի, որովհետև ծանր գնով ենք սովորել, որ Աստված ճիշտ էր խոսում այն ամայացման մասին, որը նրանից բաժանվելու հետևանքն է։ Կարդանք Հայտնություն 21 գլուխ 1-ից 4 համարներ։ Տեսա նոր երկինք ու նոր երկիր, որտեղ առաջին երկինքն ու երկիրն անցան եւ այլևս ծով չկա, տեսա Սուրբ քաղաքը, որ իջնում էր երկնքից Աստծո մոտից պատրաստված եւ ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս, եւ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. ահա Աստծո խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ, նրանք կլինեն նրա ժողովուրդը, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է, եւ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք, այլևս մահ չի լինելու նաեւ ոչ սուգ, ոչ աղաղակ, ոչ ցավ, որտեղ նախկիններն անցան, այսինքն չի լինելու դրանց համար պատճառներ, հիվանդություն, տառապանք, կեղեքում եւ այլն։ Էլեն Ուայթը վկայություններ եկեղեցու համար հատոր 7 էջ 46-ում գրում է ամուսնությունը միությունը կյանքի համար Քրիստոսի եւ իր եկեղեցու միության խորհրդանիշն է։ Եկեղեցու հանդեպ Քրիստոսի դրսևորվող հոգին այն հոգին է, որ ամուսինն ու կինը պետք է դրսևորեն միմյանց հանդեպ, ոչ թե միայն մեկը մյուսի հանդեպ, այլ երկուսն էլ իրար հանդեպ, երկուսն էլ պիտի իրար հարգեն ու սիրեն, այլ ոչ թե մեկը իրան տեր կարծեն, մյուսն էլ ծառայա, ստրուկա։ Դա սխալ է։ Քրիստոս այն երեկայելի տառապան կրեց, որտեղ մարդկությունը մեժեց նրան եւ իրեն պատկանող սերը տվեց այլ աստվածների, այսինքն ժողովուրդը իր։ Բայց նույնիսկ այդ ժամանակ նա իրեն զոհաբերեց մեզ համար, իր կյանքով վճարելով մեր անհավատարմությունների ու դավաճանությունների գինը, որպեսզի եթե ապաշխարենք ու հեռանանք դրանցից, ունենանք հավիտենական կյանքի խոստումը։ Վերջում կարդանք առաջին Պետրոս առաջին գլուխ 18 ու 19 համարները։ Կարդանք 17 համարից։ Եվ եթե հայր է կոչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում յուրաքանչյուրին համաձայն իր գործի, այլ ոչ թե խոսքերի, ապա ձեր պանդխտության ժամանակը երկյուղով անցկացրեք։ Մենք պանդուխտ ենք այս երկրի վրա։ Մենք մերկ ենք եկել եւ մերկ էլ գնալու ենք։ Ոչինչ չենք բերել այս աշխարհ, ոչ էլ չենք տանելու։ Իհարկե, ինչպես Թումանյանն է գրում, գործն է գնում մեր հետևից, որտեղ մեր գործի համեմատ ենք դատվելու։ Իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք։ Չեք կարող ձեր փողերով, ոսկով, հարստությունով փրկագնել ձեզ ոչ, այլ Քրիստոսի պատվական արյունով իբրև անբիծ ու անարատ գարան, որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը եւ երևաց ժամանակների վերջում ձեզ համար, որ նրանով հավատացողներն եք, այն Աստծուն, որը նրան մեռելներից հարություն ու փառք տվեց, որպեսզի ձեր հավատը եւ հույս Աստծո վրա լինեն։ Այսինքն Աստված մեզ հնարավորություն է տվել հավիտենական կյանքով ապրել, երջանիկ կյանքով, որտեղ չկա տառապանք, որտեղ մենք ունենք ամեն ինչ, ինչի որ կարիք ունենք, որտեղ միայն սեր ու հարգանք է միմյանց հանդեպ ապրում, լինելու մեզ հնարավորություն է տալիս այդպիսի վայրում ապրել եւ այսքան հավիտենապես։ Բայց մենք ինքներս պետք է փոխվենք, որպեսզի
կարողանանք այդ մարդկանց միջև ապրել։ Մենք ինքներս պետք է սուրբ դառնանք, մենք ինքներս պետք է առաջնահարգենք, հարգել եւ սիրել սովորենք։ Եվ դրա համար նորից առաջին դպրոցը ամուսնությունն է։ Եթե ամուսինները հարգում են իրար, սիրում են իրար, նրանք կհարգեն նաեւ իրենց շրջապատող մարդկանց եւ իրենց երեխաներին կսովորեցնեն այդ հարգանքով եւ սիրով եւ խնամքով վերաբերվել ուրիշներին։ Հենց սրա մեջ է դրախտի գաղտնիքը, ոչ թե ունեցվածքի, ոչ թե նյութապաշտության մեջ, ոչ, այլ հենց սրա մեջ, երբ որ կա սեր, հասկացողություն, հարգանք միմյանց միջև։ Եվ թող Աստված օրհնի մեզ, որպեսզի շնորհակալ ենք այս դասերի համար, թող Աստված օրհնի մեզ, որպեսզի այս բոլոր դասերը, որ սովորում ենք, մեր սրտի մեջ գրվի եւ մենք իրագործենք մեր կյանքում Աստծո շնորհքով, Աստծո ողորմությամբ մինչև մյուս դասը։